Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը, պարոն Ալիևին։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Выражаю признательность президенту Азербайджанской Республики. Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ We need to agree who will be speaking first. Գեներալ Դավիթ Մանուկյանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ You would never have seen the words peace, Armenia, Azerbaijan as a part of an ensemble. Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։ 19 տարվա ազատազրկման է Բաքվի դատարանը դատապարտել Մադադ Բաբայանին ու Մելիքսեթ Փաշայանին։ Մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում եւ այս փաստը պետք է գիտակցել։ Գարիկ Մարտիրոսյանին Բաքվի դատարանը դատապարտել է 18 տարվա ազատազրկման։ Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման։ Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի։ 15 տարվա ազատազրկման են դատապարտվել Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։